կյանքով է պայմանավորված։ Համայնքային կյանքը երբ որ աղճատված լինի, նշանակում է ամեն ինչ քայքայված է։ Հետևաբար, այս մարդկանց հենց դա եմ ասում, բոլոր ուղղություններով բերած աղետն է։ Ընդհուպ մինչև Սփյուռքը բաժանել է, Սփյուռքը, որը ուղղակիորեն Հայաստանի մեծագույն պատվարն է։ Սրբազան հայր, դրությունները ցույց տվեցին, որ իշխանությունը մեղմ ասած չի վայելում հանրային աջակցություն եւ այդ մասին խոսում են նաեւ տարբեր կառույցների սոցիոլոգիական հարցումները։ Ինչն է պատճառը նաեւ այս ամեն ինչը հաշվի առնելով, որ ընդդիմությունը չի փորձում կրկին փողոցային պայքար սկսել։ Գորին ջան, չգիտեմ ընդդիմություն ասելով ում եք հասկանում։ Ես ասել եմ, մենք որպես այդպիսին ընդդիմություն չենք։ Եվ ես չեմ կարծում, որ զուտ դասական քաղաքագիտական իմաստով նկարագրելով ընդդիմությունը մենք այսօր այդ կարգավիճակում ենք գտնվում։ Մենք այդ շարժումը, մեր շարժումը կոնկրետ գործողությունների ծրագրով, պատրաստությամբ, ես անընդհատ նույն բանը կրկնում եմ, իշխանություններին հարցրեք մենք ինչ ենք անում։ Ձեզ լրիվ կպատմեն։ Սրբազան մանրամասն կպատմեն։ Հաջողության հասնելու համար ձեզ օրինակ խանգարել են նախկին նախագահների իստվերը, ձեզ խանգարել է այդպիսի հայտարարությունների ժամանակին հնչում։ Անի ջան, ինձ ոչ մեկի ստվերը եւ ոչ մեկ էլ չի կարող խանգարել։ Ոչ մեկ, բացարձակ ոչ մեկ։ Ես սա ոչ թե պարզապես այդպես ասում եմ։ Եթե ես զգամ, որ որևէ մեկը խանգարում է եւ ես չեմ կարող հաղթահարել, ես մի կողմ կքաշվեմ, որպես ինձ ոչ մեկ այդ ձևով էլ չխանգարի։ Հիմա մի կողմ չեք քաշվել։ Բացարձակ։ Սրբազան մենք փոքրինչ ուշած մոտեցանք ձեզ աստվածօգնական ցեղասպանության ճանաչման շղթան կոտրվել է, որն է պատճառը, բավականաչափ հետևողական չենք։ Ես չեմ կարծում, որ շղթան կոտրվել է, այլ կարծում եմ, որ խուլիգանական, դավաճանական եւ ուրացողական մի խումբ պարզապես ուզուրպացրել է Հայաստանի Հանրապետությունը, իշխանությունը եւ փորձում է կամակատար հարճի պես կատարել բոլոր հրահանգները, անկախ նրանից դա ինչ գին է պահանջելու մեր պետականության եւ մեր ժողովրդի համար, կատարել բոլոր այդ հրահանգները, ընդ որում նաեւ ցեղասպանության գաղափարի ճանաչումը, իրենց կողմից բնականաբար շղթումը։ Եվ շղթան չի կարող երբեք կոտրվել, քանի մեր սերունդները ապրում են, հիշողություն ունենք, շարունակականություն ունենք, մղում ու ձգտում ունենք, հետևաբար որևէ կերպով այդ շղթան կարող է թուլանալ, կարող է հարվածի տակ լինել, կարող է հարձակման ենթարկվել, կարող է փորձ արվի գաղափարը նենգափոխել, իրականությունը նենգափոխել, բայց ոչ երբեք շղթան չի ընդհատվի ու չի կտրվի։ Դա չի կտրվել սովետական ժամանակներում, երբ տոտալ արգելափակման մեջ էր գտնվում, չի կարող կտրվել այսօր, չի էլ կտրվելու վաղը, եւ ես ամբողջական իմաստով հավատում եմ, որ շատ շուտով իշխանափոխությունից հետո ցեղասպանության գաղափարը ոչ միայն զգացմունքային գետնի վրա, ճանաչողության գետնի վրա, ոչ միայն քաղաքական իմաստով, այլ որպես համակարգ, որպես գաղափարախոսություն, այլևս երբեկի այս ամբողջ գաղափարի ներքո պիտի դառնա մեր պետության կենսագործունեության առանցքը բոլոր առումներով, որպես ցեղասպանված ժողովուրդ, այլևս մեզ համար ժամանակից դուրս է խոսել երկրորդը չտեսնելու մասին, բայց որպես ժողովուրդ երրորդը չտեսնելու եւ դեռ ավելին հատուցման հասնելու, ինչքան ուզում է ծաղրեն, ինչքան ուզում է պրագմատիկ չհամարեն, որքան ուզում է չհամարեն, դա մեր իրավունքն է, մեր ապրելու իրավունքն է, գոյության իրավունքն է եւ այդ ապրելու գոյության իրավունքի համար մենք հենց այդ այլևս երբեկի համակարգը պետք է ստեղծենք, որպես ժողովուրդ, որպես պետություն, որը պիտի ներթափանցված լինի մեր կյանքի բոլոր շերտերի մեջ, կրթություն, տնտեսություն, առողջապահություն, գյուղատնտեսություն, բոլոր շերտերի մեջ, երիտասարդության մեծի, փոքրի, բայց ոչ զգացմունքային գետնի վրա, ոչ զգացական իմաստով, այլ մտքի բանական գործել, որ մենք ցեղասպանված լինելով, մենք իրավունք ունենք բոլոր հնարավոր միջոցներով մեր անվտանգությունը ապահովել։
Մենք ցեղասպանված լինելով մենք կոչված ենք մեր կրթությունը դարձնել լավագույնը։ Մենք ցեղասպանված լինելով մենք կոչված ենք մեր տնտեսությունը դարձնել ամենաարդյունավետը, մեր բժշկությունը դարձնել ամենամրցունակը եւ այսպես շարունակ։ Սա պիտի լինի համակարգ, գաղափար, այլևս երբեկի ներքո։ Շնորհակալություն բոլորին։